Եթերում մեր ճամփեն հաղորդաշարն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս, օրինակ Telegram-ում, որպեսզի բաց չթողնեք իմ անդրադարձերը։ Աջակցել իմ նախաձեռնություններին կարող եք Patreon-ի միջոցով, հավանեք, մեկնաբանեք եւ տարածեք այս տեսանյութը։ Ձեր ակտիվությունն անչափ կարեւոր է։ Այսօր առանձնացրել եմ մի քանի կարևոր թեմա, բնականաբար մեր ուշադրության կենտրոնում կրկին Հովհաննես Թումանյանն է եւ նրա ստեղծագործությունը։ Թումանյանի ամենից հայտնի պատմվածքներից մեկը, եթե ոչ ամենահայտնին, Գիգորն է։ Մեր ժողովուրդը սիրում է այս ստեղծագործությունը, շնորհիվ նաեւ ֆիլմի։ Գիգորը սովորական պատմվածք չէ, ոչ էլ սովորական ֆիլմ, որը դիտել ենք ու մոռացել։ Ոչ, Գիգորն ավելի լայն հոգեբանական տարածություն ու տեղ է գրավում մեր մտածողության մեջ։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Գիգորն ինչ-որ իմաստով մեր ազգային բնավորության անունն է։ Մենք սիրում ենք Գիգորին, կարեկցում, ափսոսում նրա դառը ճակատագրի համար։ Մենք սիրում ենք Գիգորի գյուղական պարզությունը, երեխայական միամտությունը։ Հասկանում ենք, որ Գիգորը ոչ մի բանում մեղավոր չէր, նա չէր հասկանում ինչ աշխարհ է ընկել, որն է իր դերը, ինչ պետք է անի մեծ քաղաքում հաջողության ու դիրքի հասնելու համար։ Գիգորի մտքում նման ծրագրեր չէին էլ կարող լինել, նա պարզապես անմեղ երեխա էր։ Գիգորի հայրը Համբոն, որքան էլ զարմանալի լինի, իր երեխայից շատ բանով չէր տարբերվում։ Համբոյին նույնպես կարող ենք անվանել Գիգոր։ Ինչ էր ուզում Համբոն։ Ուզում էր, որ Գիգորն իր նման խեղճ չլինի, հաջողության հասնի, գլուխը բարձր ապրի, բայց նա թերևս պատկերացնում էր հետևյալ կերպ. հարկ է որևէ կերպ Գիգորին նետել քաղաք եւ մնացածն ինքն իրեն կլինի ու քաղաքը Գիգորին մարդ կդարձնի։ Թե ինչպես պետք է Գիգորը խանութում գրել, կարդալ, լեզու սովորել, դժվար է ասել, բայց այսպիսին էր Համբոյի պատկերացումը։ Եվ այսպես իր կամքից անկախ հոր Համբոյի կամքով Գիգորը հայտնվել էր քաղաքում եւ ծառայության անցել քաղաքի ամենաստոր մարդկանցից մեկի Բազազ Արտեմի տանը։ Շարունակությունը ձեզ հայտնի է։ Բազազ Արտեմը ծեծում է Գիգորին, բոլորը ծեծում ու նեղացնում են նրան, ձրի բանեցնում եւ վերջո Գիգորը հիվանդանում է եւ մահանում։ Տխուր եւ հոգեցունց պատմություն, որը շատ արցունք է քամել ընթերցողից։ Բայց այսքանով չի սահմանափակվում այս պատմվածքի դերը մեր կյանքում։ Թումանյանը կյանքն է պատկերել եւ Գիգորի տեղն էլ ի սկզբանե կյանքն էր։ Ոչ թե գրական պատմվածք։ Մեր ժողովրդի համար Գիգորը պատմվածք չէ, այլ մի մեծ ազգային ողբերգական վեպ, որը կարծես չի ավարտվում։ Հուսանք, որ այնինչ որտեղ ի վերջո կավարտվի, այլապես նման հավերժություն իր երկի համար չէր ցանկանա ոչ մի հեղինակ։ Ցավոք սրտի, մեզանում Գիգորը քաղաքական կերպար է եղել դարեր շարունակ։ Եվ այսօր էլ դեռ չենք ձերբազատվել հատկապես արտաքին քաղաքականության մեջ Գիգոր լինելուց։ 1878 թվականին, երբ Ղրիմյան հայրիկը մասնակցում էր Բեռլինում տեղի ունեցող միջազգային կոնգրեսին եւ հետագայում արեց հետեւյալ թեվավոր արտահայտությունը. այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր։ Այստեղ եւս մենք տեսնում ենք Գիգորին, բայց միայն սրանով չի սահմանափակվում մեր Գիգորությունը։ Օրինակները շատ են եւ որպեսզի շատ չխորանանք պատմական փաստերի մեջ, կոչենք դա Իսրայել օրիականություն։ Ընդ որում, թող իմ խոսքը չընկալվի որպես մեղադրանք։ Այսպիսի հեռավորությունից ես չեմ պատրաստվում որևէ մեկին մեղադրել։ Պարզապես ընդգծենք, որ հույսով եւ հավատով արտաքին քաղաքականություն չեն վարում, իսկ ազնվությունն առանց իրական ուժի խեղճություն է։ Գյուղը քաղաքում կմեռնի, ասում են շատերը, պատմվածքը վերլուծելիս։ Սակայն պետք է չմոռանալ, որ Հովհաննես Թումանյանը, Գիգորի հեղինակը, նույնպես ծնվել էր գյուղում, սակայն քաղաքում նա հասել էր հաջողության եւ փաստացի առաջնորդող հեղինակություն էր հայոց մեջ։ Վաղուց արդեն գյուղը որպես հետամնացություն խորհրդանշող վայր չէ եւ շատ-շատերը գյուղից գալով քաղաք կամ հենց գյուղերում հասնում են հաջողության։ Խնդիրը մարդու անհատի մեջ է։ Անհատը պետք է հաղթահարի իր հոգեբանական բարդույթները։ 21-րդ դարը վաղուց ջնջել է բոլոր սահմանները։ Գյուղը քաղաքում
կմեռնի ասելով ի նկատի ունենք նաև իհարկե գյուղացու պարզությունն ու միամտությունը քաղաքում կմեռնի, չի հասկացվի։ Օրինակ, Գիգորի դեպքում մենք հասկանում ենք նրա միամիտ սխալը, երբ հյուրերի մոտ հայտնում է բազազ Արտեմի ասածը, թե բալը թանկ է։ Գիգորը երեխա էր, բայց յուրաքանչյուր քիչ թե շատ հասուն մարդ կհասկանար, որ այդ խոսքը պետք չէ բոլորի մոտ բարձրաձայնել։ Այսինքն, այս իմաստով կարևոր չէ դու գյուղից ես, թե քաղաքից, խոսքը հասուն եւ գիտակից պահվածք դրսևորելու մասին է։ Բարոյական առումով նույնպես անիմաստ է համեմատություններ տանել գյուղի եւ քաղաքի միջև։ Անբարո երևույթներ կան թե գյուղերում, թե քաղաքներում, բազազ արտեններ կան թե քաղաքում, թե գյուղում։ Գալով Գիգորին վերջերս հնչեց աշխարհաքաղաքական Գիգոր արտահայտությունը։ Ազգային ժողովում падգամավորները փորձելով քննադատել իրենց քաղաքական հակառակորդներին, հաճախ օգտվում են մի կաթիլ մեղրից, Գիգոսի մահահեքիաթից եւ այսպես շարունակ։ Վերջերս որպես պարսավանք կառավարող կուսակցության անդամներից մեկն ասես հանդիմանեց իր այսպես կոչված մրցակցին, թե նա միայն Գիգոսի մահն է կարդացել։ Թումանյանի որ ստեղծագործությունն էլ կարդաք, ուզեք թե չուզեք, մի օգտակար բան կծնվի ձեր գլխում։ Այլապես տպավորություն է, թե ոմանք էլ միայն Օրուելի անասնաֆերման են կարդացել։ Չշեղվելով թեմայից, շեշտենք, որ Թումանյանն ամենուր է եւ նրա ստեղծագործությունները բովանդակային բանավեճերի նյութ են հանդիսանում։ Բնականաբար Հովհաննես Թումանյանն իր սույն պատմվածքը գրելիս թերևս չի էլ մտածել, որ ժամանակ հետո Գիգորն այսքան կշահարկվի քաղաքական ասպարեզում եւ կընկալվի նույնիսկ աշխարհաքաղաքական իմաստով։ Հովհաննես Թումանյանի Գիգորը պատմվածքը ճիշտ ընկալելու համար պետք է Գիգորությունը չարդարացվի ոչ մի ասպարեզում, որպես կերպար Գիգորին ընկալում, սիրում եւ կարեկցում ենք, սնելով մեր մեջ մարդկային լավագույն հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մեր ներքին կյանքում որոշ ներդաշնակություն ապահովելու համար։ Սակայն պետք է հիշել ազնվությունը, որ չի հիմնվում ուժի վրա, սովորական խեղճություն է, իսկ խեղճին կլինի դա պետություն, թե անհատ, ոչ ոք իրականում չի սիրում։ Դեռ ավելին, խեղճության կրողն անգամ ինքն իրեն չի սիրում։ Սիրել կարող է վեհ եւ արժանապատվության զգացում ունեցող հոգին։ Ինքն իրեն չսիրողը չի կարող սիրել ուրիշին։ Աշխարհը վաղուց հասկացել է այս ճշմարտությունը։ Լեռներից իջնող ջուրը հասնում է լավագույններին։ Մենք պետք է արժանանանք այդ մաքուր ջրին։ Դրա մասին է Հովհաննես Թումանյանի Մանուկն ու ջուրը ժողովրդական բանաստեղծությունը։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս, հատկապես Telegram-ում, որպեսզի բաց չթողնեք իմ անդրադարձերը։ Հնարավորության դեպքում աջակցեք ինձ Patreon-ի միջոցով, հավանեք, տարածեք եւ մեկնաբանեք այս տեսանյութը։ Եղեք ակտիվ։ Հաղորդումն ավարտեմ Հովհաննես Թումանյանի վերոհիշյալ Մանուկն ու ջուրը վերնագրով ժողովրդական բանաստեղծությամբ։ Ամպոց սարեն ուրախ ձենով ջուր է գալիս անցնում շենով։ Մի թուխ մանուկ դուրս է վազել, ձեռքն ու երես պաղ լվացել, լվացել է ձեռքն ու երես ու դարձել է, խոսել էսպես. Դու որ սարեն կուգաս ջրիկ, իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ Ես են սարեն կուգամ մթին, որ հին ու նոր ձյունն է գլխին։ Դու որ արուն կերթաս ջրիկ, իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ Ես են արուն կերթամ զվարդ, ուրափերն են շուշան ու վարդ։ Դու որ այգին կերթաս ջրիկ, իմ պաղ ջրիկ ու անուշիկ։ Ես են այգին կերթամ դալար, որ տերն է ժիր, մեջն այգեպան։